Սիրելիներ ողջույն, բարևին շատ սիրելի հետևող, դուք գտնվում եք Իրայի փոխանցում, դա նշանակում է, որ այսօր շատ համեղ ուտեստ ենք պատրաստելու։ Սիրելիներ բաղադրիչները արդեն պատրաստել եմ, այսօր ընթրիքին նախապես պատրաստեք, որպեսզի ընթրիքին հրաշք ուտեստ ունենաք ու ձեր ընտանիքի անդամները համեղ սնվեն այս երեկո։ Ես համոզված եմ, որ այս սեզոնին մեր հայ կանայք ունեն սմբուկը արդեն տապակված վիճակում, սառցախցիկում պահեստավորել են, եթե ոչ թարմ վիճակում եք կարող եք ձեռք բերել ու տապակել։ Նախապես ասեմ, որպեսզի արդեն սառցախցիկից հանեք էլի շուտ։ Բայց սկզբից պատրաստելու ենք միսը։ Միսը պատրաստելու համար սիրելիներ ինչ ենք անելու։ Ուրեմն մեզ անհրաժեշտ է լինելու նախ 1 կիլոգրամ, այս չափաբաժնի համար 1 կիլոգրամի անհրաժեշտ, դուք կարող եք քիչ կամ շատ պատրաստել, քանի որ մսի մեջ ես հաց, կարտոֆիլ, նման բաներ չեմ խառնելու, մաքուր աղացած մսով եմ պատրաստելու 1 կիլոգրամ աղացած միս է տաղավի, համեղ միս վերցեք, որպեսզի ուտեստը շատ համեղ ստացվի, դա շատ կարևոր է։ Ուրեմն միսը ավելացնում ենք, իմ մոտ մի փոքրիկ յուղոտ միս է, հրաշք միս է, այս բաղադրատոմսը պատրաստելուց գիտեն իմ ընտանիքի անդամները միշտ ուրախ են լինում, որովհետև համեղ է լինում։ 2 գլուխ սոխ արդեն նախապես մանրացրեցի բլենդի միջոցով, մանրացնում եմ, որովհետև այդպես ավելի հյութեղ է ստացվում, եթե կտրատված է լինում դանակով, միսը այդքան էլ հյութեղ չի լինում, սա ձեզ ուղղակի խորհուրդ։ Ուրեմն սա այսպես ձերքերս մի հատ լվանամ ու շարունակում ենք ավելացնել մնացած բաղադրիչները։ 1 ձու ենք ավելացնելու սիրելիներ, համեմունքներից սև կարմիր պղպեղ, կարմիր, իդեպ սև պղպեղը մի փոքրիկ կծու է, կարմիր պղպեղը քաղցր է, դուք ըստ ճաշակի, ինչպես սիրում եք, ինչ համեմունքներ սիրում եք, այդպես էլ ավելացրեք։ Ես ձեզ միշտ ասել եմ, չէ, յուրաքանչյուր կին իր ձևով է պատրաստում։ Ուրեմն աղ ենք անելու ըստ ճաշակի, աղի չանեք ամենակարևորը։ Իդեպ ես ներողություն եմ խնդրում, որ մոտիկից չի երևում ամեն ինչ, բայց կարծում եմ պարզ ցույց եմ տալիս, որովհետև Անահիտը չի նկարում, ուղղակի հեռախոսը հարմարեցրել եմ սարքի վրա ու այդպես ինձ նկարում է հեռախոսը։ 4 սամի, սա շատ համեղ է աղացած մսի համար։ Մեր հայկական կարմիր ռեհանն է, մեր իսկական ռեհանն է, չոր վիճակում Հայաստանից է բերել, դա ենք ավելացնում և մի փոքրիկ ցիտրոն, այդա հրաշք համ է տալիս, շատ չենք ավելացնում, պարզապես յուրահատուկ համ տալու համար շատ կարևոր է։ Մի փոքրիկ, այսպես մի փուջուրիկ ավելացնում ենք և սխտորի փոշի, կարող եք թարմ սխտոր էլ ճզմել ու ավելացնել, մի փոքրիկ այսպես սխտորի փոշի։ Հիմա այս ամենը ես պետք է լավ տրորեմ, շատ լավ պետք է տրորեմ, որպեսզի համեղ ստացվի խճողակը։ Սիրելիներ, հետո գնդեր ենք անելու և տապակելու ենք, ոչ թե կոտլետների պես պետք է ունենա, այլ փոքրիկ գնդեր։ Տապակելու ենք, որովհետև այդպես հետո հարմար է լինելու սմբուկով փաթաթելու համար։ Հիմա կանեմ ու կմիանամ ձեզ նորից։ Այ տեսեք, ինչ տեսք ունի։ Պետք է այսինչ հյութեղ, լավ տրորված, որքան շատ տրորեք, ինքան լավ է ստացվելու։ Միսը հանգիստ ենք թողնում, որպեսզի ինքը հանգստանա մի փոքրիկ ու մոտավորապես 5-10 րոպե։ Տեսեք, հրաշք է։ Այ այսպես պետք է լինի, կարող եք նույնիսկ մի փոքրիկ ծեծել, որ ավելի լավ ստացվի։ Հետո փոքրիկ գնդեր ենք անելու և տապակելու ենք յուղի մեջ։ Սիրելիներ, գազօջախ միացնում ենք, 1 ճաշի գթալ շատ համեղ յուղ, դա շատ կարևոր է, որովհետև համեղ են ստացվում ձեր ուտեստները, ռեդի յուղով ենք պատրաստելու սիրելիներս, հրաշք յուղ է, գույնը, տեսքը, համը, էլ չասեմ, որքան համեղ է, արտադրվում է Եվրոպայում, առանց հիդրոգենացված նյութերի սիրելիներ, պատրաստեք ձեր ուտեստները այս յուղով, կտեսնեք, որ շատ համեղ է ստացվում։ Այն հիմա ավելացնում ենք արդեն փոքրիկ գնդերը և տապակում ենք 2 կողմից։
Սիրելիներ, հիմա տապակելու ենք սմբուկը։ Այսպես բարակ սիրուն շերտեր արեք ու հերթով տապակեք։ Պետք չի, որ շատ եփված լինի, ինչպես որ միսն ենք տապակել, որովհետև հետո ջեռոցում միևնույնն է, եփվելու է։ Սմբուկը մի թեթև աղարեք ու տապակեք։ Կարևորը երկու կողմից մի փոքրիկ կարմրացրեք, որպեսզի համեղ լինի։ Սիրելիներ, վերջ, կոտլետները պատրաստ են, սմբուկը տապակված է, արդեն կարող ենք շարունակել։ Ջեռոց ուղարկելու համար միաման ենք վերցնում, լոլիկի հյութ ենք ավելացնում, սա պասատա տեսակի լոլիկի հյութ է, կարող եք տանը պատրաստել, կարող եք խանութներից ձեռք բերել, ուրեմն ինչ ենք անելու, վերցնում ենք սմբուկ, օրինակ այսպես ես ձեզ ցույց տամ, երկու հատ սմբուկ ենք վերցնում, ասեք լավերը վերցնեմ, որ ձեզ ցույց տալուց հեշտ լինի, վերցնում ենք մի հատ կոտլետ, ու իրեն այսպես երկու կողմից զգուշ ծածկում ենք ու տեղավորում ենք ամանի մեջ։ Մի հատ էլ ցույց տամ։ Դուք կոտլետները կարող եք փոքր անել, կախված սմբուկի չափից իհարկե ինչպիսին են լինելու ձեր մոտ չափերը։ Այսպես, հիմա ամբողջը կվերջացնեմ ու կհանդիպենք, որովհետև դեռ պետք է շարունակենք։ Ուրեմն վերջացնելուց հետո մնացած կոտլետները շարում ենք այսպես։ Սիրելիներ, ուրեմն կարող եք համեմել։ Լոլիկի հյութը համեմված չի, կարող եք աղ, պղպեղ, ինչ ուզում եք, սա ըստ ցանկության է։ Ես ոչ մի բան չեմ ավելացնելու, բացի օրեգանոից, որովհետև սմբուկը եւ լոլիկը, քանի որ մոցարելա պանիր պետք է ավելացնենք, լավ սազում են իրար հետ, դրա համար ես որոշեցի օրեգանո ցանել մի փոքրիկ, բայց եթե դուք ուզում եք, կարող եք մնացած ուրիշ ինչ-որ համեմում ունենալ։ Սա ըստ ճաշակի է, դուք ինչպես սիրում եք։ Ու մի քիչ էլ նորից լոլիկի հյութ ենք ավելացնելու, այսպես մի փոքրիկ օրեգանո եմ ցանում, օրեգանոն կանաչու տեսակ է, չորացված վիճակում, շատ համեղ է, օգտագործեք։ Մի փոքրիկ այսպես էլի լոլիկի հյութ ավելացնեմ ու մոցարելա պանիրը կկտրատեմ կտորներով, ջեռոցում թողնելու ենք մոտավորապես 15-ից 20 րոպե։ Երկար պետք չէ։ Կարևորը որ լավ տաքանա, պանիրը հալվի, սիրելիներ, դա է կարևորը։ Իդեպ կարող եք մոցարելա պանիրի փոխարեն ցանկացած պանիր օգտագործել, բայց կարևորը հալվող պանիր լինի։ Սիրելիներ, պանիրը որքան առատ, այնքան համեղ է, չափսոզակ, շատ համեղ է ստացվում, երբ որ պանիրը առատ է լինում։ Վերջ սիրելիներ, ուղարկում ենք ջեռոց, 180 աստիճանում լավ տաքացված վիճակում լինի, որովհետև եթե սառը վիճակում լինի, պետք է ավելի երկար պահեք։ Լավ տաքացված վիճակում մոտավորապես 10 րոպե պահեք, թող լավ տաքանա ջեռոցը, հետո ուղարկեք։ Մոտավորապես 20 րոպե կարող եք պահել հանգիստ։ Կարևորը պանիրը հալվի ու գեղեցիկ տեսք ունենա։ Մի քիչ էլ որ կարմիրի պանիրը չի խանգարի, շատ համեղ է լինում։ Ես ինչ լավ տեսք ունի, ես ինչ լավ համ ունի, դեռ շատ տաք է սիրելիներ, իդեպ մեկ խորհուրդ, այստեղ ինքը լավ սոուս է թողնում, այ որ տեսնեք հատակին, շատ համեղ սոուս է լինում, ես այս սոուսով մակարոն եմ եփում, պաստա եմ եփում և համեմում եմ այս սոուսով, հրաշք է ստացվում, օրինակ կարող եք համտեսելուց հետո, երբ որ սոուսը մնում է, օգտագործել մակարոն պատրաստելու համար, անմահական համ է ունենում, խորհուրդ եմ տալիս։ Սիրելիներս հիմա կփորձեմ, կասեմ համը ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին ու հաջորդ համեղ բաղադրատոմսով։ Հաջողություն բոլորին։ Այս ինչ համեղ է, անպայման պատրաստեք։